Տնտեսական աճի ներուժի բարձրացում, պարտքի կայունության ամրապնդում, անվտանգության համակարգի ամրապնդում եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարում 2024-ի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել։ Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Կառավարության պարտքը ցուցանիշը կազմել է 48%, ծավալը 12 միլիարդ 842 միլիոն դոլար, հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը 23.6% է, կապիտալ ծախսեր ՀՆԱ հարաբերակցությունն էլ 5.5%, արտահանումը նախորդ տարի աճել է 53%-ով, իսկ հայկական ծագմամբ ապրանքների արտահանումն ավելացել է 18.6%-ով, առանց թանկարժեք մետաղների արտահանման գործոնի 2.3%։ Այս տարի տարբեր տնտեսական ցուցանիշներ ներկայացնելուց տարբեր վերլուծաբաններ եւ տնտեսագետներ գուժում են նրա մասին, որ մեր արդյունաբերությունը անկում է ապրում, այստեղ պետք է հիշեցնեմ, որ մենք ամեն անգամ ներկայացնելուց մեր արտահանման եւ արդյունաբերական աճի թվերը փորձել ենք ֆիլտրել այն ազդեցությունները, որոնք տեղի են ունենում թանկարժեք մետաղների Հայաստանի միջոցով վերարտահանման եւ Հայաստանում դրանց որոշակի վերամշակման ազդեցությունները, որպեսզի նաև իրական պատկեր ցույց տանք, թե ինչպիսի աճեր են գրանցում եւ հետեւաբար նույնը անելու ենք նվազման ժամանակ, որովհետեւ նաև նշել ենք, որ այս աճերը կրում են ժամանակավոր բնույթ եւ չեն բնութագրում Հայաստանի տնտեսական հիմնական զարգացումները։ 2024 թվականը սկսվել է տնտեսական աճի բարձր տեմպով, որը սակայն աստիճանաբար դանդաղել է, չնայած մնացել է բարձր մակարդակում, պայմանավորված հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճով եւ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված մեր հայրենակիցների սպառման ու տնտեսական գործունեության ազդեցություններով։ Տնտեսական աճը ուղեկցվել է ներքին եւ արտաքին պահանջարկի աճով, տնտեսական աճով պայմանավորված 4.7%-ով աճել է նաեւ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, որը 23 թվականին կազմել է 3 միլիոն 189 հազար դրամ կամ 8125 ԱՄՆ դոլար եւ 24 թվականին այն կազմել է արդեն 3 միլիոն 338 հազար դրամ կամ 8500 ԱՄՆ դոլար։ 12-ամսյա գնաճը դեկտեմբերին կազմել է 1.5%, իսկ միջին գնաճը 0.3։ Համադրելի երկրների համեմատ այն բավականին ցածր է, կարծում է նախարարը եւ հիմնավորում օրինակներով։ Օրինակ Վրաստանում այն եղել է 1.1%, հիշեցնեմ Հայաստանում կազմել է 0.3%, Ալբանիայում 2.2%, Ադրբեջանում 2.2%, Մոլդովայում 4.7%, Ղրղստանում 5%, Բելառուսում 5.8%, Ռուսաստանի Դաշնությունում 8.4%, Ղազախստանում 8.7%։ Եվ ես վերջերս լսում էի, որ Հայաստանում աննախադեպ գնաճ է, ինչ որ մեկը խոսում էր դրա մասին, ուզեմ ասեմ ուղղակի, որ այս թվերը փաստում են, որ այսպիսի պնդումները կատարյալ ցնդաբանություն են։ Գործազրկության մակարդակն ավելացել է 1.5%-ային կետով, կազմելով 13.9%։ Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 6.4%-ով, կազմելով 287 հազար դրամ։ Իսկ իրական աշխատավարձը 0.3% գնաճի պայմաններում աճել է 6.1%-ով։ Տարեսկզբին պլանավորված էր 2 տրիլիոն 723 միլիարդ դրամ եկամուտ, 3 տրիլիոն 206 միլիարդ դրամ ծախս եւ 482 միլիարդ դրամ դեֆիցիտ, որոնք սակայն տարվա ընթացքում վերանայվել են դեպի ներքև։ Նախորդ տարվա համեմատ եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների եւ այլ եկամուտների աճով։ Ծախսերի գծով ստանձնված պարտավորությունները ամբողջությամբ եւ ժամանակին կատարվել են։ Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերի աճը պայմանավորված է եւ ընթացիկ եւ կապիտալ ծախսերի աճով, ընդ որում կապիտալ ծախսերի աճ է գրանցվել 7.9%, նաեւ առանց պաշտպանության նախարարության կողմից կատարված կապիտալ ծախսերի։ Հաշվի առնելով, որ արտաքին հատվածում աշխարհաքաղաքական լարվածությունն ու դրանից բխող տնտեսական անորոշությունները պահպանվել են, հարաբերականորեն դրական զարգացումներ են արձանագրվել Հայաստանի տնտեսությունում։ Կենտրոնական բանկի եզրակացությունն է։ Չնայած շարունակվող մարտահրավերների եւ անորոշություններին, ինչպես նաև տնտեսական աճի դանդաղմանն ու կառուցվածքային առանձնահատկություններին, հարկաբյուջետային եւ դրամարկային քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ 24 թվականին հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այնուամենայնիվ, ձևավորված մակրոտնտեսական անորոշությունների պայմաններում 24 թվականին իրականացված
հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները շեղվել են միջնաժամկետ եւ երկարաժամկետ նախանշված թիրախներից։ Կենտրոնական բանկը կարևորում է տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող անհրաժեշտ ոլորտային վերաբաշխման ուղղված միջոցառումների, ինչպես նաև պետական կապիտալ ծախսերի նախատեսված ծավալների ապահովման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային կայունության եւ տնտեսական խթանների արդյունավետ համադրման շրջանակներում կենտրոնական բանկը ընդգծում է կառավարության նպատակադրված թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների հետևողական իրականացման կարևորությունը։ Հաշվեկնիչ պալատի գնահատմամբ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկեր։ Եզրակացությունը ներկայացրեց կառույցի նախագահ Ատոմ Ջանջողազյանը։ Հաշվեկնիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում։ Անհամապատասխանությունները թվով 83-ն են եղել, որոնք ներկայացվել են հաշվեկնության ենթարկված մարմիններին եւ 8 մարմիններում արձանագրված անհամապատասխանությունների մասին է խոսքը։ 3 մարմիններում արձանագրվել են 6 խեղաթյուրումներ։ Ընդհանուր առմամբ այս խեղաթյուրումների հանրագումարային մեծությունը կազմել է շուրջ 3.1 միլիարդ դրամ կամ ընդհանուր ծախսային մասի 0.11%, ինչը էականության շեմից էապես ցածր է եղել, հետևաբար կարծիքի վրա չի ազդել։ Արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա հաշվեկնիչ պալատը 48 առաջարկություն է ներկայացրել հաշվեկնության ենթարկված մարմիններին, եզրափակել է Ջանջողազյանը։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։